Էմա, Մեհերին Հայկի մասին չես պատմում։ Ոչ։ Չի։ Իսկապես ինչու։ Ես ընդհանրապես քեզ ոչինչ չեմ պատմի գյուղից։ Ինչու պիտի։ Հայկի մասին ինչի պիտի հատկապես պատմեի։ Իսկ ով է այդ Հայկը։ Բարև ձեզ։ Վայ, Զարանա։ Ինգա ջան, Էմայի աղջիկն է։ Ծանոթացիր, Զարա։ Եղավ Վարոսիչ, ոնց ասես։ Գնա մի հատ խոսացրու, իմացի ինչ ա մտքինը, ինչ ա մտածում, ու արի ինձ Հայկ։ Հենց իմ այլ մոտը կգնամ։ Հա, մի բան էլ, ոչ մի բար բաց չթողնես, ուշադիր կլնես, ինձ հետարկում ամեն մի ման։ Իմացի ինձ հետարկում են և աղջիկը, և ենտեղ են, երկուսն էլ, Ռուբո լսում ես, երկուսն էլ։ Ոնց ասես Վարոսիչ։ Նա դիմացի որտեղ են նրանց պահում, ինչ պայմաններ են, ինչ վիճակում են։ Էդ հիմա էլ կարամ ասեմ, կնգա վիզը փրթել է, Արմենին էլ սախատել է։ Ռուբո, էդ ասել ես, էդ արդեն գիտեմ, ինձ նորություն ա պետք, նոր բան։ Վարոսիչ, հենց հիմա կմտնեմ հիվանդանոց, դորի մոտ, դուրս կգամ կզանգի։ Եղավ, զանգի։ Սա ինչ ձև է։ Ես ոնց ես քեզ պահում։ Տարական քաղաքավարություն է, մարդիկ հյուր են եկել մեզ մոտ։ Թող չգային։ Զարա, ես մի շաբաթ հյուր ընկալվել եմ այդ մարդկանց տանը։ Նրանք ջերմ ինձ ընդունել են։ Իսկ հիմա դու։ Ես ինչ մա։ Ես այդ կնոջն ինչ արեցի, վատ ընդունեցի, վատ վերաբերվեցի։ Լսի դու իսկ աղջկա դեմ ինչ ունես։ Ինչ է արել քեզ այդ աղջիկը, որ այդպես ընդունեցիր։ Դու շատ լավ գիտես։ Ինչի է եկել մեր տուն։ Լսիր, այդ մարդիկ մտել են Նադյայի մոտ։ Նադյան ասել է, որ Արմենին առևանգել են, որ մենք վատ վիճակում ենք։ Այդ մարդիկ որոշել են մտնել մեզ մոտ, խոսել ինձ հետ, մխիթարել։ Այդ մարդիկ պարզ, գյուղացի մարդիկ են։ Չմտնեին, հա, չխոսեին, ոնց կարող էին չմտնել։ Որոշել են ինձ հետ խոսել, վատ բաներ արել։ Ինչի ես այդտեղ հետին միտք փնտրում, Զարա։ Թող մենակ ինքը գար։ Քեզ տեսներ, մխիթարեր։ Աղջիկ ջան, միասին են եկել քաղաք։ Դրա համար էլ միասին մտել են մեր տուն։ Ոչ մա։ Հովիկը տանը չէր, դրա համար եկել է մեր տուն։ Իսկ եթե հովիկը տանը լիներ, կմնար այնտեղ ու չէր գա մեր տուն։ Զարա, այդպիսի բան չկա, աղջիկ ջան։ Չկա, Զարա ջան։ Ես այդքան ժամանակ այնտեղ եմ եղել։ Այդ աղջկա եւ հովիկի միջև ոչինչ չի եղել, հասկանում ես, դա միայն քո երևակայությունն է, միայն։ Նրանց միջև պարզ մարդկային փոխհարաբերություններ են եղել։ Չգիտեմ։ Համենայն դեպս այդ աղջիկը համերա ինչ է, ես չգիտեմ, այնպես արել, որ հովիկը սիրահարվի իրեն։ Ու փաստ է, որ հովիկը արդեն որևէ անգամ այդ գյուղ է գնում։ Ինչի համար։ Վայ։ Լավնա, թպրոջիկից դերքը համով է, բայց մորս սարկած պլավն ուրիշ է,
ուրիշերը։ Աշ։ Էկար տղաջան։ Ոնց ես։ Տորթերի արտադրամ ասում էի, տորթերը տարաբաժանեցի խանութներով։ Դե նստի, հինի ես քեզ համար ճաշ կբերեմ։ Սուպ ես ուզում թե փլավ, թե երկուսից էլ բերեմ։ Ոչ մի բան։ Հոգնած եմ, մի քիչ կհանգստանամ նոր։ Հա, շատ լավ։ Լեռնիկ ենք էին եկել, ինգաներ հետ։ Իա, ինգան ստեղ էր, բա ուր են գնացին։ Չէ, Հովիկ ջան, էմա ինձ մոտ են։ Պատմեցի, թե ինչ հայ գինեմ այնց գլխին, Լեռնիկն ասավ, մտնեմ մոտը եմ, այն մի քիչ սիրտ տամ, էլի։ Պապ, դու ինչ ես կարծում, Գորղասումյանը Արմենին սպանել է, թե դեռ կենդանի է։ Այդ տղա, բերանդ խերով բացի, ինչ է շաշ խոսում։ Պապ, իրա ձեռքն է, փող էլ ունի, իշխանություն էլ, ինչ կուզի կանի, նրանով պտի դատի։ Մեր մոտ էլ է տենց, Ռոստովում, ամեն տեղ էլ տենց է։ Գորղասումյանը Արմենին կնոջ հետ բռնացրել է, Արմենը սիրեկանն է, տենց է դուրս գալիս։ Հա, հիմար բան արեց այդ տղեն։ Ասա քո շրջապատից, ընտրի էլի, քեզ հավասարին ընտրի, քեզ հավասարին սիրի, ինչ գործ ունես դրանց հետ։ Մեր իջևանցիկ ճիշտ են ասում, ճիպոտըտ քո անտառիցը կտրի էլի։ Տարօրինակ է, ամեն ինչ համընկնում է, անհավանական է, ոսկերչական խանութի աշխատողն ասաց, որ Բերոյանի մատանին բերել է մի համար աղջիկ, նրա հետ եղել է նաև մի տղամարդ, սև ակնոցով, բարձրահասակ, խանութի աշխատողը նկարագրեց և տղամարդու և համար աղջկա արտաքինը, ես հստակ հիշում եմ, նա ասաց, որ աղջիկը գեղեցիկ էր, երկար մազերով կապուտաչյա, սլացիկ, նիհար, նա տպավորված էր աղջկա գեղեցկությունից, հագուստի նկարագրությունը նույնպես համապատասխանում է, մինչև հատակ, իջնող կիսաշրջազգեստ, գնչուական ոճ։ Ով է հայկը, ով է այդ խորհրդավոր հայկը, ավտովթարից փրկված, վիրավոր, բարձրահասակ, սև ակնոցով, ռուսախոս։ Ավտովթար, բարձրահասակ, ոչ հասարակ, ռուսախոս։ Ով է այդ հայկը։ Ես խոստացա Բերոյան, խոստացա ինքս ինձ, որ չեմ մատնի նրան, եթե հիմա մահերին ասեմ, խոստումս կդրժեմ։ Արմենը, ես խելագարվում եմ, Արմենը։ Վայ հանգստացի մամ։ Գորջան դե, մի օր էր մնացել էլի, սպասիր դուրս կգրվենք։ Ոչինչ, բժիշկին կասենք ու գա ես կտվերևի ասկոտան։ Բարև, ես Ալլային էլ եմ խնդրել, որ գա։ Ինչի համար։ Դե, Ալլան իրավաբան է, որևէ խորհուրդ կտա, օրենք կբացատրի։ Աննա, ինչ խորհուրդ ես ուզում։ Ես ոնց հասկացա, դու ինձ օգնել ես ուզում, իմ մասին ես մտածում, ինձ լավություն ես ուզում անել։ Չէ, դա այդպես չի կարա տենց բան լինի։ Դու ավելի լավ է ինձ ասես, թե ես քո մատուցած ծառայության համար ինչ ես ուզում։